So that's the content. I'm sorry, sir. Which one? I forgot a couple of things to read Շնորհակալություն հայրենակիցներ Սասնածոր Վարուժան Ավետիսյանը ռազմագիրի կարգավիճակի անցնելու ժամանակ հայտարարեց երկու բառ քայլը ժողովրդինն է Այսօրվա մեր համահայկական հարավակը որին մասնակցում են 10 երկիր 16 քաղաք աննախադեպ է եւ հենց դա է նշանակում որ ժողովուրդը պատրաստ է իր քայլը անելու Պատրաստ եք Այո բարեկամներ պատրաստ ենք Սասնա ծռերի կողմից սկսված գործը հաջողությամբ ավարտելու համար Սփյուռքը շատ մեծ դեր պետք է ունենա Արձանագրում ենք մի փաստ որ Սփյուռքում գործող այսպես կոչված ավանդական կառույցները թերացան եւ լռեցին կամ որոշ դեպքերում հանդես եկան հայտարարություններով առանց որևէ հաջորդող քայլերի Մենք արձանագրում ենք նաև որ Սփյուռքում վերջին տարիներին ստեղծված կազմակերպություններն են որ անցան գործի եւ սկսեցին առաջնորդել քաղաքացիական այն զանգվածը որը պատրաստ է իրականում պայքարել Հայաստանի ներկա քրեա օլիգարխիկ համակարգի դեմ Բարեկամներ Սփյուռքը այլևս հինը չէ Բոլոր հին կարծրատիպները դրեք մի կողմ, ձևավորում ենք նոր Սփյուռք։ Այլևս Սփյուռքը չի կարող դիտարկել Հայաստանը որպես զբոսավայր։ Նա արդեն վաղուց պետք է որ սկսեր Հայաստանը տեսնել միայն ու միայն մեկ ձև։ Բոլոր հայերի համար հայրենիք եւ օգներ մեր հայրենակիցներին Հայաստանում այնպիսի երկիր կառուցել, որ համատարած ներգաղթ սկսվեր։ Կրկնեմ, սա արդեն վաղուց պետք է լիներ Սփյուռքի օրակարգը, որպես առաջին քայլ, դուք ընդունում եք այս հանրավակում հնչեցած հայտարարությունը եւ այնտեղ պարունակող կետերը, ընդունում եք։ Շնորհակալություն։ Ուրեմն Սփյուռքը ընդունելով Սասնածռերի բարձրացրած օրակարգը, այն արդեն իսկ ընդունելով որպես իր սեփական օրակարգը, պետք է անցնի գործի Այն իրականացնելու համար Այստեղ պարզապես հիշեցնեմ, որ ամենաառաջին պահանջը, որ մեր հերոսները դրեցին հուլիսի 17-ին, դա Ժիրայր Սեֆիլյանի ազատման պահանջն էր։ Այս պահանջը մինչև օրս չի կատարվել, եւ մենք ամեն օր պետք է հիշենք դրա մասին եւ հետամուտ լինենք դրա կատարմանը։ Ինչ կարող ենք մենք այստեղ անել։ Հայտարարությունից հետո պետք է անցնենք գործնական աշխատանքի, թույլ տվեք առաջարկել 3 կոնկրետ քայլ։ Քայլ առաջին Տոտալ բոյկոտ, ինչ վերաբերվում է Սերժ Սարգսյանին, ՀՀԿ-ին, կառավարությանը, օրենսդիր մարմնին, ոստիկանությանը, ազգային անվտանգության ծառայությանը եւ դատական մարմիններին։ Բարեկամներ, եթե ազգային անվտանգության ծառայություն ուներ Հայաստանը, ապա Սերժը արդեն դատարանի առջև կանգնած պիտի լիներ։ Այն փաստը, որ Սերժը կանգնած չի դատարանի առաջ, ապացուցում է, որ մենք ազգային անվտանգության ծառայություն չունենք։ Ինչ է սա նշանակում։ Սա նշանակում է, որ Սփյուռքը որևէ մի տեղ, որևէ մի երկրում, որևէ միջոցառման ժամանակ այս քրեա օլիգարխիկ համակարգի որևէ մի անդամին տեսնի, պետք է մերժի։
Հակառակը այն մարդիկ, որոնք չեն դժում եւ ձեռք են մեկնում, բարևում են, իրենց լեգիտիմացնում են իրենց գործողություններով ներկա քրեա-օլիգարխիկ համակարգը, Սփյուռքի կողմից անընդունելի կառույցներ են եւ մարդիկ։ Սա պետք է հետևականորեն մենք սկսենք իրագործել։ 4 օրից հետո Հայաստանի ամսի 21-ին Հայաստանի 25-ամյակն է։ Սփյուռքից շատերը վազելու են ու այդ քրեա-օլիգարխիկ համակարգի հետ նշելու են ում տոնը, քրեա-օլիգարխիկ համակարգի թե պետության։ Քրեա-օլիգարխիկ համակարգը ոչ մի կապ չունի պետության հետ, Հայաստանի պետությունը Հայաստանի ժողովուրդն է։ Սրանից հետո բոլորը ովքեր որ բարև են տալիս Սերժ Սարգսյանին եւ իմ նշված բոլոր քրեա-օլիգարխիկ համակարգի անդամներին մերժվում են մեր կողմից, թեկուզ եւ մեր կողմից։ Մերժվում ենք։ Շնորհակալություն։ Քայլ երկրորդ, սա այն քայլն է, որ իրանք միակ լեզուն է, որ հասկանում են ուշադիր։ Քրեա-օլիգարխիկ համակարգի անօրինական ճանապարհներով դիզած եւ արտասահման հանած ունեցվածքի կալանք։ Ինչ է սա նշանակում։ Այսա հենց այն լեզուն է, որ նրանք հասկանում են։ Կկարողանան գտնել իրենց անօրինական փողերով ունեցվածքը արտ երկրներում եւ տեղի իրավապահների հետ համագործակցելով այն կալանքի տակ առնել։ Կհասնենք իրական հաջողության։ Այս հարցում պահանջվում են ստույգ տեղեկություններ իրենց այստեղ գտնվող բիզնեսների մասին։ Այս հարցով պետք է հետաքրքրվենք մենք բոլորս։ Դեռ չգիտենք, թե մեզանից ով կկարողանա այս տեղեկությունները հայթայթել։ Այնպես որ բարեկամներ անցեք գործի եւ ուշադիր եղեք։ Տեղեկություն իմանալու պես փորձեք այն ճշտել, եթե կարող եք, բայց ամեն դեպքում մեզ հայտնեք։ Սա երկրորդ քայլն էր։ Առաջին քայլը տոտալ բոյկոտ, երկրորդ քայլը ունեցվածքի կալանք արտասահմանում։ Համաձայն եք այս քայլի հետ։ Քայլ երրորդ, սեր ցուցակ բոլոր ոստիկանների, ազգային անվտանգության ծառայողների, դատավորների, քննիչների եւ իրենց հրաման տված բարձրաստիճան պաշտոնյաների սեր ցուցակ շատ հանցագործ ոստիկաններ եւ այլ պաշտոններ զբաղեցնող մարդիկ վայելում են իրենց հապշտակած գումարները ճանապարհորդելով այդ թվում նաեւ ԱՄՆ։ Եթե մենք ներկայացնենք փաստեր ԱՄՆ կառավարության այս մարդկանց կատարած հանցանքների մասին, ապա ԱՄՆ կառավարությունը իր օրենքների համաձայն կփակի նրանց առջև դուռը։ Ուրեմն այս դեպքում էլ, եթե դուք փաստեր ունեք այս պաշտոնյաների կամ ոստիկանների կողմից հանցանք կատարելու մասին, հայտնեք մեզ։ Այստեղ արդեն ընդգծեմ, որ գործընթացը սկսվել է, մենք չենք սպասել այս հանրահավաքին, որ այս գործընթացները սկսվի, բայց հիմա այս 3 կետերը նաև ուզում ենք լայնացնենք, որ հանրահավաքն ընդունի եւ հանրահավաքի մասնակիցներն էլ անցնեն գործի, որտեղ կրկնեմ, մենք չգիտենք այդ տվյալները որտեղից եւ ով կարող է մեզ հայթայթել, դրա համար մեզ պետք է որ հնարավորինս շատ մարդիկ իմանան դրա մասին եւ մի օրը կգա, ինչ որ մեկը ինչ որտեղ մի բան կիմանա եւ դա շատ մեծ արդյունք կտա։ Հիշեցնեմ 3 քայլերը՝ տոտալ բոյկոտ, ունեցվածքի կալանք եւ սեր ցուցակ։ Համաձայն եք այս քայլերին։ Շնորհակալություն բարեկամներ, անցնենք գործի ուրեմն։ Մի բան ավելացնեմ։ Մենք այսօր այստեղ դրամահավաք ենք անում Հայաստանում ստեղծված Սասնա ծռեր շարժման համար։ Ես խնդրում եմ, ով հնարավորություն ունի, դրամահավաքը կազմակերպվում է ուր է դրամահավաքի պատասխանատուն։ Դրամահավաքի պատասխանատուն հիմա կմոտենա, խնդրում ենք մոտենալ իրանց եւ հնարավոր գումարները իրենց հասնել։ Մենք անհավասար պայմաններում ենք քրեա-օլիգարխիկ համակարգի հետ։ Իրանց գողացած փողերով են ճնշում ժողովրդին, իսկ մենք մեր համեստ գումարներով ենք պայքարում։ Դրա համար ձեր օգնությունը պետք է բարեկամներ։ Շնորհակալություն։